Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Սաֆարյան, երեկ Գյումրին փաստորեն ընտրեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետն է։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը առաջարկեց գնալ արտահերթ ընտրությունների եւ չմասնակցել քվեարկությանը, բայց ի վերջո քվեարկությունը եղավ եւ Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է։ Դուք համոզված եք, որ Վարդան Ղուկասյանի հաղթական վերադարձը չի լինելու, բայց փաստորեն երեք մեկականատեսը եղանք, որ նա վերադարձավ եւ ինչ հայտարարեց, որ քրեական գործերի իր վրա նա ստանձնել է այս պարտականությունը եւ դա ցույց է տալիս, թե նա հայրենիքը ինչպես է սիրում եւ ճշմարտության ջատագովն է լինելու։ Այն հարցին, թե կպահպանի արդյոք քաղաքացիական պայմանագրի կադրերին, Վարդան Ղուկասյանը նշեց, որ անպայման եւ լավ աշխատողներին անպայման նա կպահի եւ նույնիսկ Սարիկ Մինասյանի հետ է պատրաստ համագործակցել։ Ինչ է կարծում Վարդան Ղուկասյանի կառավարումը որքանով արդյունավետ կլինի եւ հատկապես այն հայտարարությունը, որ նա միութենական պետությանն է կողմնակից, որ Հայաստանը լինի Բելոռուսի սկզբունքով, պահպանելով Հայաստանի սուվերենությունը, եւ երկրորդ հարցս Վարդան Ղուկասյանը նաեւ չի բացառում, որ 2026 թվականներին կարող է մասնակցել վարչապետի տեխնացու առաջադրվի եւ այդ հնարավորությունը ինքը տեսնում է։ Մի խոսքով Գյումրու այս խճանկարը ինչպես եք դուք ամբողջությամբ բացատրում։ Ինչ խոսք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որտեղ կարելի է ասել իրադարձությունները եւ դեպքերը տեղի են ունենում սպասվածից ավելի արտասովոր ձևաչափով կամ ավելի անկանխատեսելի պատկերացումներով։ Ինքս այդ ընտրությունների հետ կապված եւ բարակարի ընտրությունների հետ կապված ունեցել եմ որոշակի մոտեցումներ, բայց հիմա ես կամենամ ավելի հստակեցնեմ դա, ինչու, քանզի բոլորս գիտենք, որ Գյումրիում ես այդ ընտրությունները համարում եմ այսպես կոչված թաղային խմբերի ընտրություններ։ Ինչու եմ սա ասում, հիմա խոսքս ավելի հստակեցնեմ եւ բարձրաբանեմ, որովհետեւ տեխնացուներից մեկը, որը անցել է Մենք այդ մասը խոսել ենք, Վարդան Ղուկասյանի կողմը, դա այո, Թուրքի Մայլա կոչվող թաղամասից է, տեխնացուներից մեկը, որին առաջադրել է ՔՊ-ն, գծի հետևի թաղամասից է, Մայլից է, տեխնացուներից մյուսն էլ, որը այսօր զբաղեցնում է համայնքի ղեկավարի աթոռը, Սլաբոդկա թաղամասից է։ Այլ բան ասել չեմ կարող, իմ համար նաև զավեշտալի չի, որ Վարդան Ղուկասյանը տեխնացու է ընտրվել համայնքի այդ կուսակցության ցուցակը ինքն է գլխավորել, կոմունիստական կուսակցության ցուցակը, քանի որ երկրորդ համարը կամ չգիտեմ համարներից մեկը իր հետ ունի մտերմական ընկերական հարաբերություններ եւ որը նույնիսկ կարծեմ Քավոր Սանիկական Մանուկյան ազգանունով եւ որը կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն է եւ հիմնականում սա է դեր խաղացել, որ Ղուկասյանը առաջադրվել է կոմունիստական կուսակցության կողմից չի բացառվում, ես նաեւ Զանազան Ասեկոսյանների չեմ ուզում տուրք տալ, բայց չի բացառվում, որ դա նաեւ Վարդան Ղուկասյանը առել է դա կոնկրետ եմ ասում փողով եւ ֆինանսապես։ Այսինքն այդ որ նստեց այո, անպայման կան բազմաթիվ ասեկոսեններ։ Գալով նրան, որ ԿՊ-ի ներկայացուցիչը ընտրություններում 36% հավաքած Սարիկ Մինասյանը իր արշավով, իր ուրեմն քարոզ արշավով կամ իր թիմով ունեցել է 36% ձայն եւ ավագանու շուրջ 15 մանդատներ, 14-15 մանդատներ, ապա ես կատեգորիկ կերպով սխալ եմ համարում նման կեցվածքը բոյկոտելու ավագանու նիստերը, գիտեք, եթե պիտի դուք աշխատեք, ինչ է նշանակում, անպայման պիտի դուք լինեք առաջինը կամ դուք պիտի լինեք համայնքի ղեկավար, որ աշխատեք, ոչ, դուք կարող եք նաև աշխատել որպես ավագանի։ Մեր ժողովուրդը, թե Գյումրիում եւ թե Փարաքարում, խոշորացված համայնքում, եթե այն գլխից ի վերուստ իմանային, որ այս խմբակցությունները եթե չանցնեին
կամ չլնեին առաջին տեղում, իրենք չկազմեին համայնքային ավագանին եւ համայնքի ղեկավարը իրենցից չլնի եւ չեն մասնակցելու ավագան նիստերին, դժվար թե մեր ժողովուրդը սրանց ձայն տա, որտեղ ես սա համարում եմ բոյկոտ, ես սա համարում եմ դավադրություն, բոլորս գիտենք Վարդան Ղուկասյանի կերպարը։ Ավելին, նա դեռևս չի գիտակցել լինելով 14 տարի Գյումրու քաղաքապետ, նա դեռևս չի գիտակցել, որ ինչ աթոռին է հայտնվել, քանի որ անընդհատ փորձում է իր մանդատի լիազորություններից դուրս գալ։ Նա այդպիսի մանդատ չունի, որ հայտարարում է, որ Հայաստանը պիտի միանա Բելարուս, Ռուսաստան միությանը կամ դաշինքին, Հայաստանում պետք է ռուսները գան, այսպիսի ներդրումներ անեն, կապված հայ-ռուսական հարաբերությունների, կապված չգիտեմ, տարբեր հարցերի մեծ քաղաքական խնդիրների հետ կապված, նա այդպիսի մանդատ չունի։ Սա վտանգում է մեր անկախությանը։ Գիտեք, ես չէի ասի։ Ես սրան, ինչպես ասում են, ես համարում եմ ձայն բարբարո հանապատի։ Պարզապես այսպիսի էակներ, այսպիսի շնչավոր էակներ, արարածներ չեն պատկերացնում նոր ժամանակներում եւ տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը եւ հատկապես թրենդային ասեմ, ծրագրային ասեմ, ռազմավարական այն ուղղությունները, որին որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ խոսք բազմաթիվ բազում խմբակցություններ կամ բազում ընտրությունների մասնակցած կուսակցություններ, Մայր Հայրենիքը կլինի, չգիտեմ, մյուսը Հայաստան դաշինքը կլինի, մյուսը օր առաջ փորձում են ողջունել այդ հաղթանակը, օր առաջ փորձում են դա դարձնել ընդդիմադիրների այդ միասնական լինելու հաղթանակն են տոնում։ Այս ընդդիմադիրների միասնական լինելը ամենևին էլ պետականակառույց եւ Գյումրիի հետ կապված խնդիրների լուծման ժամանակին օպերատիվ կապված հարցերը հետամուտ լինելը չի համարում առաջնահերթը։ Սրանց համար առաջնահերթը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու մոլուցքն է։ Եվ դա պիտի սկսվի Գյումրիից, իրենք ասում են 18 թվականի իշխանափոխությունը կամ խաղաղանցնցում հեղափոխությունը, Թավշյա հեղափոխությունը սկսվել է Գյումրիից, այստեղից էլ պիտի սկսվի օրվա իշխանությունների կամ ավելի ճիշտ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի պարտության մեկնարկը։ Ինչ խոսք, ես հիմա պիտի վերջացնեմ, ասացի, բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Մենք պիտի ֆիքսենք, որ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր միասնական ընդդիմադիր բլոկը միասին կազմել են եւ այստեղ ես մեղադրում եմ առաջին հերթին հանրապետության կառավարությանը, առաջին հերթին մեղադրում եմ ՔՊ-ին, որովհետեւ իրենք իմանալով, որ Գյումրիում կարող է այսպիսի սցենար կրկնվել, այսպիսի դիսպոզիցիայի դեպքում նրանք պիտի, ինչպես ասում են, ձեռները ծալած չնստեին իրենց տեղում։ Իգուցե ծալած նստած չեն, պարոն Սաֆարյան։ Ոչ, բացի ուրեմն մեր կապարանոց հայտարարություններից գրեթե ոչինչ չեն արել։ Բոլորս գիտենք մի քանի ամիս առաջ, 1-2 ամիս առաջ, երբ որ կառավարության ղեկավարը գնաց Գյումրի, հայտարարեց, որ Գյումրիի ապագա համայնքային ընտրություններին մասնակցում է ավելի քան 400 միլիոն կամ 400 միլիոն դոլարին համարժեք դրամ, որը ուրեմն հակակառավարությունը պետք է զբաղվի կամ դա համարվում է այսպես ասած էժան ճանապարհով կամ ոչ լեգիտիմ ճանապարհով ձեռք բերված ուրեմն եկամուտներ։ Ես կարծում եմ դրա արժեքը պիտի շուտ առնվեր։ Եթե ժամանակին Վարդան Ղուկասյանը, այնուհետև մյուս համայնքի ղեկավարը Բալասանյանը ձեռք են բերել ահռելի աշխարհաշխական միջոցներ Գյումրիի ժողովրդի հաշվին, դա պիտի ի ցույց դրվեր մեր ժողովրդին, դա պիտի մերկացվեր։ Մեր արդարադատությունը հատկապես Գյումրիում պիտի սելեկտիվ չլներ եւ առաջնորդվել օրվա խնդիրներով պատեհապաշտ կերպով, ես դա համարում եմ անընդունելի։ Առավել եւս որ կան էլի խնդիրներ, հատկապես բոլորս գիտենք, որ ՔՊ կուսակցության անդամ մի քանի պատգամավորներ բացահայտ կերպով օգտագործում են թմրամիջոցներ։
Հայտարարություն եք անում, պարոն։ Ոչ, ես ասում եմ բժշկական տեղեկանքների հիման վրա, բոլորս գիտենք կան այդպիսիները եւ բոլորս գիտենք, որ այսօր դա շատ բան տարածված է падգամավորների մեջ։ Թմրադեղ օգտագործելը, Փաստեր պետք է ունենաք, որ այդպես։ Ես ունեմ այդ փաստերը, այդ փաստորի դատախազությունը ունի, այդ փաստերը Հայաստան Հանրապետության նարկոդիսպանսերը ունի եւ այդ փաստերը համապատասխան կազմակերպությունները ունեն։ Ես ինչպես կարող է ավելորդ հայտարարություններ անեմ։ Բայց ինչպես ասացի, արձանագրենք, որ Գյումրիում իշխանության քաղաքի իշխանության ղեկը ստանձնել է Վարդան Ղուկասյանը եւ ուրեմն նրան սատարող ուժերը։ Ասացի, որ նրան սատարող ուժերի թիվ 1 խնդիրը եղել է այն մոլուցքը, որոնք ունեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ օր առաջ տապալելու օրինական ճանապարհով ընտրված իշխանությունը։ Մեկ այլ բան էլ կա այստեղ։ Հիշում եք անցյալ հարցազրույցի ժամանակ ես ասացի, որ Եվրաքվեն եւ դրան հարող շարժումը լուրջ պատվաստումներ չունեն հողի մեջ։ Իմպլեմենտատիվ առումով նրանք շատ թույլ են։ Ոչ միայն շատ թույլ են, նախ ասեմ, որ նրանց մեծ մասը այդ արժեհամակարգի կրողները չեն։ Միանշանակ, չեմ ուզում փակագծեր բացել, ինչ խոսք դա շատ լավ նախաձեռնություն է։ Ես երկու ձեռքով կողմ եմ դրան, ինչ խոսք այնտեղ կան մարդիկ, որոնց ես նաև ճանաչում եմ, ողջունում եմ, ունեմ բավականին լավ հարաբերություններ մարդկային առումով, սակայն ես պիտի ասեմ, որ Գյումրու ավագանու արտահերտ ընտրություններում Եվրաքվեի կողմից առաջ քաշված թեկնածուն Լևոն Բարսեղյանը այն անձը չի, որը կարող էր ստանձնել Գյումրու քաղաքապետի աթոռը կամ համայնքի ղեկավարի կամ հաղթել նրա ղեկավարած ավագանին այդ ընտրություններում, դա բացառվում էր, ոչ, ասեմ նախ Գյումրին իր արժեհամակարգով թույլ չէր տա, ձայն չէր տա, թույլ չէր տա, որպեսզի Լևոն Բարսեղյանը հավաքեր անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Դա բացառվում էր։ Չտալը ինչի հետ է կապված, պարոն Սաֆարյան։ Նախ առաջերտին կապված է Գյումրու մենթալիտետի, Գյումրու իրականության, Գյումրի իրականությունը այլ իրականություն է։ Ես քիչ առաջ ասացի, որ Գյումրիում կան ուրեմն կլաններ, Գյումրիում կան, տեսեք, ես այն մարդը չեմ, որ կանգնեմ ասեմ, գիտեք ինչ կա Գյումրիում սա եղել, նա եղել, դա գալիս է կենտրոնական իշխանության թուլությունից, թողտովությունից կամ անկարողությունից։ Բայց որ Գյումրիում կան տասնամյակներով ձևավորված ավանդույթներ, բայց որ Գյումրիում կան տասնամյակներով ձևավորված ընկերական կապեր, քաղաքի, այսպես ասած, ներհատուկ ուրեմն արժեհամակարգային մոտեցումներ, սա թույլ է տալիս միարժեքորեն ասելու, որ ստեղ խնդիրը Լևոն Բարսեղյանի մեջ չէր։ Սա խնդիրը նրան էր, որ Եվրաքվեի կողմնակիցները պատրաստ չէին այդպիսի ընտրության եւ երկրորդն էլ այստեղ հստակ կերպով երևաց Վարդան Ղուկասյանի եւ նրան հարող կուսակցությունների չեմ էլ ուզում թվարկել, ինչպես նրանց պերճանքը եւ թշվառությունը, այնպես էլ ԿՊ-ի թշվառությունը, որովհետեւ հստակ ցույց տվեց, որ ինչ է մեզ սպասվում Փարաքարի եւ Գյումրու տեղական ինքնակառավարման արտահերտ ընտրությունները հստակ կերպով մեզի ջողարկեցին, որ ինչ է սպասում մեզ 2026 թվականի համապետական ընտրություններին։ Այսինքն եւ դրա համար պատահական չէ, որ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ հնարավոր է նաեւ այդ վարչապետի ընտրություններին իր տեխնացությունը առաջադրի։ Դրանով է պայմանավորված։ Ախր ցավն այն է, որ գիտեք, մենք անընդհատ նույն փոսի մեջ ենք հայտնվում։ Մենք անընդհատ հայտնվում ենք անընդհատ չենք ուզում ունենալ այնպիսի մոտեցում։ Տեսեք, 18 թվականին եկավ իշխանության ԿՊ-ն, բայց ես պիտի ասեմ, որ նրա այդ հեղափոխական էյֆորիայի վրա եւ այդ մեծ զգացմունքների վրա իդրև ելան մեր ժողովրդի մեծ մասի, առնվազն 70%-ի հույսերը։ Գիտեք, ինչ եմ ուզում ես ասեմ ձեզ, մարդիկ չեն տեսնում իրենց շրջապատում ինչ է կատարվում։
մի առիթով կարծեմ ֆրանսիացի հանճարեղ գրող Օնորե դե Բալզակը ասել է, որ սապատների եւ կուզիկների շրջապատում կամ նրանց աչքին պարթե եւ սլացիկ հասակ ունեցողները երևում են տգեղ եւ այլանդակ։ Այլևս ինչ ասեմ։ Ուզում եմ եւս մի օրինակ բերեմ։ Այսպիսի շարունակության դեպքում ԿՊ-ն 2026 թվականի ընտրություններում չի հաղթարելու 20-25%-ի շեմը։ Նույնիսկ մի քիչ առաջ գնամ 30%-ի շեմը։ Տեսեք, մենք բոլորս ականատես ենք եղել, դրա մասնակիցն ենք եղել։ Մեր երկրի անկախության արշալույսին ինչ է տեղի ունեցել։ 1991 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ տարավ իր հակառակորդների հանդեպ։ Ավելի քան 82 թե 84% կարծեմ։ Եվ պիտի ասեմ, որ եւ Դաշնակցության տեխնացուն, եւ մյուս կուսակցությունների տեխնացուն 1-2% ընդհանուր Պարուր Հայկյանը կարծեմ երկրորդ տեղն էր գրավել կոմունիստական կուսակցություն եւ այլ 1-2-3%-ի շեմը հազիվ հաղթահարեցին։ 1996 թվականի նախագահական ընտրություններում բաց Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց ընդդիմության միասնական տեխնացու Վազգեն Մանուկյանին։ Եվ ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդգնություն չունեցավ, քաջություն չունեցավ հայտարարելու, որ ես պարտություն եմ կրել, այլ ապավինելով երկու ուժային նախարարների, հիմնականում Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանին, չլքեց նախագահի աթոռը։ Պինդ գրկեց նախագահի աթոռը եւ կարծեմ, գիտեք, մենք այսօր պիտի ամեն ինչ հանենք ջրի երես։ Եվ Վազգեն Սարգսյանը, օրվա պաշտպանության նախարարը հայտարարեց, որ եթե Վազգեն Մանուկյանը անգամ լինելով ժողովրդի ընտրյալ տեխնացու 100% ձայն հավաքի մեկը, մենք նրան չենք ճանաչելու որպես հանրապետության նախագահ։ Եվ դա ձնագնդի նման գլորվելով մեծացավ 1998 թվականին ավելի կեղտոտ բան տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանը չունենալով 10 տարվա գրանցում անցավ հանրապետության նախագահի պաշտոնին, այլևս չեմ խոսում ինչպիսի ճանապարհով, կեղծիքների եւ այլը, նույնը կրկնվեց 2003 թվականին, 2008 թվականին, 2013 թվականին, թե 12, չգիտեմ։ Եվ այսպես շարունակ եւ 2018 թվականին Սերժ Սարգսյանը լինելով 1 թե 2 օրվա վարչապետ գահանկեց եղավ ժողովրդական հուժկու ալիքի ներքո։ Ամբողջ իրականությունը սա է, այնպես որ հույսեր փայփայել, որ ԿՊ-ն կարող է 2026 թվականի համապետական ընտրություններում ունենալ մեծամասնություն, դա բացառվում է։ Դա երազանքի եւ ֆանտազիայի դաշտից է։ Առավել եւս այսպիսի գործելակերպով։ Տեսեք, ժողովրդի կողմից ընտրված վարչապետը իրավունք չունի մի քանի միլիոն դոլար արժողությամբ մեքենաներով շարժած կատարի Գյումրիում կամ չգիտեմ մեկ այլ մարզերում։ Տեսեք, մարզային այցելությունների վարչապետի ես ողջունում եմ։ Եվ այնտեղ նաև շատ դեպքերում տեղի ունենում անթակույց, անկաշկանդ, անմիջական, անկեղծ զրույցներ, ելնելով տարբեր խնդիրներից, չնայած այդ խնդիրներն էլ ես պիտի ասեմ 100 պատշաճի չի բարձրացում ավելի լուրջ գլոբալ խնդիրներ մարզերի հետ կապված, որոնք կարող են աշխատատեղերի ստեղծման, չգիտեմ, տարբեր խնդիրների պաշտպանական, անվտանգային եւ այլ եւ այլ։ Բայց ես պիտի ասեմ, որ այսպիսի շռայլություն մեր երկրի համար շատ դեպքերում առողջապահության ոլորտում, կրթական ոլորտում, մեկ այլ ոլորտում, սոցիալական ոլորտում 1 միլիոն դրամը կամ 100 միլիոն դրամը դա համարվում է մեծ բան։ Ասում են որտեղից պիտի սա հատկացնենք։ Այնինչ այս մեքենաների էսկորտից, շքախմբերից կամ այսպիսի անվտանգային ծառայությունների աշխատավարձից կարելի է անընդհատ տնտեսել ոչ միայն 1 միլիոն դրամ, այլ տասնյակ միլիոններ, այլ 100 միլիոնավոր դրամներ, այլ նույնիսկ մի քանի միլիարդ դրամ։ Այնպես որ սա մեր ժողովուրդը տեսնում է, սա այնպես չի, որ ես փողոցում քայլելուց գնամ մարդկանց համոզեմ, ասեմ, գիտեք ինչ կա, պիտի Փաշինյանը վերընտրվի։ Եվ ես սա ասում եմ, գիտեք ինչի համար։ Ես խորը ցավով եմ սա ասում, ես ափսոսալով եմ ասում, որովհետև մենք նախկինին մերժել ենք, մեր նախկինին ոչ թե մերժել ենք, այլ նախկինին նետել ենք քաղաքական աղբանոցը եւ նրանք երբեք պիտի հույսեր չփայփայեն, դեռ այլևս անուններ չեմ տալիս։ Մենք մերժելով հիմա նախկիններին, դա չի նշանակում, որ մենք պիտի
լուռ մունչ կամ խոնարհաբար ձայն տանք ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին։ Եվ նույն ձևել հակառակը։ Մենք մերժելով ՔՊ-ին, դա չի նշանակում, որ մենք պիտի խոնարհաբար կամ գնանք նախկինների հետևից ասենք էստի համեցեք։ Ոչ, այդպիսի բան լինել չի կարող։ Դուք մի հատ տեսեք ազգային ժողովում ինչ է կատարվում։ Դուք մի հատ տեսեք Գյումրի ընտրությունների նախօրյակին կամ ընտրությունների օրը այդ նավակ ճոճողի հետ, չէ, Վիլեն Գաբրիելյանի պահվածքը։ Այժմ տեսեք մեր ազգային ժողովում ինչ է կատարում։ Այժմ տեսեք Անդրանիկ Քոչարյանը իրեն ինչ իրավունք է վերապահում ասելու լրագրողին, որ այսպես ասած շատ ուրեմն անբարտավան կերպով վիրավորելու։ Դեռևս չեմ խոսում, որ 1 տարի առաջ նույն Անդրանիկ Մարգարյանը ամենևին Անդրանիկ Քոչարյանը ամենևին է պատկերացում չկազմելով հայոց ցեղասպանության մասին, չիմանալով էլ դա ինչու է տեղի ունեցել, խորքային առումով ասում էր մենք դեռևս պիտի ճշտենք, թե 1.5 միլիոնը զոհերը իրական են, թե ոչ։ Եվ այնուհետև տեսնում ենք այս փոխադարձ ցեղ շպրտոցին ազգային ժողովի մեկը ոչխար է պահում, մեկը չգիտեք ինչով ազբաղված։ Ես ձեզ ասեմ, եւ ԿՊ խմբակցության բազմաթիվ անդամներ առույցի բաժինը շուրջ 70%-ի 70% կազմող անձնավորություններ եւ այդ երկու խմբակցությունները ոնց է կոչում, պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը իրենց համար ազգային ժողովում օրենսդրական գործունեության մեջ չեն առաջնորդում պետականության, պետականաշինության, ազգային անվտանգության, արդարադատության, սոցիալական խնդիրների անաչառ բարձրացման եւ դրանց լուծման ուղիները որոնելու հարցերով։ Դա հստակ ասում եմ, նրանք չունեն այդպիսի մենտալիտետ։ Խոսքս վերաբերվում է բոլորին։ Եվ նույնիսկ ասեմ, ակնհայտ է դառնում, որ ասենք ինչով է զբաղված ազգային ժողովը։ Այդ падգամավորների 90%-ը այսօր էլ մինչև հիմա չեն գիտակցել, որ մեր երկիրը խորհրդարանական երկիր է, որ մեր երկրում որոշողը բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության խորհրդարանն է, ազգային ժողովն է։ Մի հատ տեսեք, երբ որ վարչապետը մեկնում է ազգային ժողով, այցելում է, ասենք 3-շաբթի օրերը, 4-շաբթի օրերը, հարց ու պատասխանի ժամանակ կամ բյուջեի քննարկումների ժամանակ, մի հատ տեսեք այդ քծնանքը, այդ մոտեցումները, ուղղակի դա նողկալի սարսափելի տեսարաններ են։ Ես այս ասելով ուզում եմ ասեմ, եթե այսպես պիտի լիներ, ուրեմն սա մեզ ոչինչ չի տալիս։ Ուրեմն 18 թվականի հեղափոխության ռեզերվները, 18 թվականի հեղափոխության արդյունքները մենք վաղուց խժարել ենք։ Պարոն Սաֆարյան, այս ամենը դուք մեկնաբանեցիք, վերլուծեցիք նրա համար, որ ցույց տանք, որ այս թիմ ընտրությունները ամեն դեպքում ցույց են տալիս վարկանիշը քաղաքացիական պայմանագրի եւ 2026 թվականի համար, ինչպես դուք ասացիք, մեսիջեր, որ նրանք հետևություններ ունեն անելու եւ պետք է հույս չունենան, որ նման գործելավոճով կարող են մասնակցել եւ շահել այդ ընտրություններում։ Հիմա մենք խոսեցինք ազգային ժողովի մասին։ Ազգային ժողովում երեք Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ մի քանի հայտարարություններ արեց եւ ուզում եմ ձեր գնահատական նոր սահմանադրության մեջ պետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է։ Համամիտ եք այս տեսակետի հետ, իհարկե վարչապետը դրա մասին մանրամասն ներկայացնում է, որ այդ ժողովրդի ձայնը գողացված է եղել այս սահմանադրության հետ կապված, դա չի եղել օբյեկտիվ, դրանք կեղծվել են։ Խնդիրը լուրջ համազգային նշանակության խնդիր է։ Վերջերս էլ կառավարության ղեկավարի առաջ քաշած այս բանավեճերը, հեռուստատեսային ելույթները, տարբեր ձևաչափով, տարբեր հարթակներում իր մոտեցումները պետականության, հայրենիքի, երևակայական հայրենիքի, իրական հայրենիքի մասին բերում է նրան, որ սա պիտի ուզած թե չուզած ասեր։ Միանշանակ, որ Ադրբեջանի կողմից մեզ պարտադրում են եւ հռչակագրի հետ կապված եւ սահմանադրության հետ կապված կտրուկ փոփոխություններ։
եւ դա ուզած թե չուզած ակնարկում է կամ մարգինալիայում ասում է խոստովանում է արտաքին գործոց նախարար Արարատ Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը տարբեր ուրեմն համաժողովներում եւ տարբեր վեհաժողովներում ունեցած իր ելույթներում եւ ոչ միայն ելույթներում, նաեւ ազգային ժողովում կամ տարբեր ասուլիսների ժամանակ։ Բայց ուրեմն մեկապարանոց հայտարարություն անել եւ մեկապարանոց աղերսվել անկախության հռչակագրին ես դա չեմ ընդունում։ Այսինքն ես չեմ պատկերացնում, եթե մենք մեր երկրի անկախության եւ ազատության շեմին կամ արշալույսին ընդունել ենք մի հռչակագիր, որը պիտի ասենք մեր համար ուղեցույց է, այսպես ասել, որ մենք պիտի հրաժարվենք հռչակագրից այդ ձևով, ոտաբոբիկ ձևով, ես դա չեմ ընդունում։ Տեսեք, մենք սրան վերաբերվում է ոչ միայն բանը, անկախության հռչակագիրը վերաբերում է նաև սահմանադրությունը։ Այլևս չեմ խոսում, որ ինչ է կատարում Ադրբեջանում։ Այլևս չեմ խոսում, որ ասենք խոսում են արևմտյան Ադրբեջանից, տեսեք, իրենք նաև խոսում են հարավային Ադրբեջանից, բայց այսօր ձենները կտրել են, որովհետև Պարսկաստանում Ադրբեջան այդպիսի տարածք գոյություն չունի։ Գոյությունն է ատրպատական։ Պարսկաստանում ադրբեջանցի ազգ գոյություն չունի, գոյություն ունեն իրանցիներ։ Բայց քանի որ նրանք գիտեն, որ առնչվում են կամ դեմ են առնելու շատ լուրջ պատնեշի, պարզապես ձենները կտրել են։ Եվ այսօր էլ այն հայտարարությունները, որ անում է արտաքին գործոց նախարարը, որ անում է նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը, որ անում է տարբեր մեջլիսի տարբեր հանձնաժողովներում թույլ է տալիս մեզ ասելու, որ ոչ թե մենք պիտի չհրաժարվենք, այլ մենք երբևիցե պիտի չընկրկենք մեր ազգային տեսլականին եւ նրան հասնելու ճանապարհի առումով։ Շուտով նաեւ կարծեմ կներեք, մեկ շաբաթ հետո լրանում է Հայոց ցեղասպանության եւ Մեծ Եղեռնի 10-րդ տարելիցը, ինչ է նշանակում պետական միջոցառումների մասին։ Ինչ է նշանակում մենք հրաժարվենք կամ ցեղասպանության փաստը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկը։ Նախ ես ասեմ, որ սկսած դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանից երբեք Հայաստանի Հանրապետության համար արտաքին քաղաքականության բացառությամբ մի քանի ամսում կամ 1 տարի Ռաֆի Հովհաննիսյանի գործունեությանը երբեք արտաքին քաղաքականության մեջ հայոց ցեղասպանությունը չի դիտվել որպես գերակա ուղղություն։ Հայոց ցեղասպանության ճանաչման սկսած Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան, ամբողջ Եվրոպան, չգիտեմ աֆրիկյան երկրներ, չգիտեմ ասիական երկրներ, չգիտեմ հարավային ամերիկյան երկրներ, այդ հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման փաստի արդիվ առաջին հերթին մենք պարտավոր ենք այդ երկրներին եւ արտասահմանում ծվարած հայ դատի գրասենյակներին, որոնք անխոշ կերպով աշխատել են։ Հայաստանի Հանրապետության ոչ մի նախագահ հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քարի վրա չի դրել։ Դա բացառվում է, ես դա ասում եմ աքսիոմատիկ 100%-ով ճշմարտություն։ Գալով նրան, եթե կառավարության ղեկավարը ապավինում է հանուն խաղաղության հասնելու համար հողմացրի վանել ազգային արժեքները, այդ թվում նաև մեր անկախության հռչակագիրը, ես կդրականապես դեմ եմ սրան։ Փաշինյանը պնդում է նաև, որ պատերազմ չի լինելու եւ խաղաղության համար ամեն ինչ պատրաստ է, կարծես թե պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ բանակին տրվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։ 100%-ով կստորագրեմ Փաշինյանի այս հայտարարությունների տակ, ես եւս կրկին ու կրկին պիտի բարձրաձայն հայտարարեմ, որ պատերազմ չի լինելու։ Շատ ճիշտ է արված բանակի այդ հանձնարարագիրը իջեցնելու համար, պատերազմ չի լինելու 3 պայմաններով։ Առաջին պայմանը դա միջազգային գործիքակազմի առաջին հերթին Միացյալ Նահանգների առաջին հերթին առյուծի բաժինը պատկանում է Միացյալ Նահանգների վարչակազմին եւ նախկին եւ ներկա,
որ նրանք կսաստեն ինչպես Թուրքիայի միջոցով, այնպես էլ Ադրբեջանին անմիջական կերպով առանց միջնորդների մեր երկրի արտաքին քաղաքականությունը տարբերակված, դիվերսիֆիկացված տանում է նրան, որ այսօր տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականության տոկոսը շատ ցածր է։ Երկրորդը Եվրոմիության եւ միջազգային գործիքակազմի արկայությունն է, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի հիման վրա այս տրամաբանության մեջ պիտի դիտենք եւ այս տրամաբանության մեջ պիտի նաեւ շնորհակալություն հայտնենք միջազգային դիտորդական քաղաքացիական առաքելության գործնեությանը, որ հիմա իրենց ազնվակազմը մեծացրել են եւ ավելի են մոտեցել սահմանին, եւ երրորդ ամենակարևորը հայոց բանակի մարտունակության մեր դիրքերի ամրաշինական ամրությունների օրեցօր ավելի ապահով դարձնելու եւ մեր բանակի մարտունակության Անդրանիկ Քոչարյանն ասում է ամրոցներ ենք դարձրել։ Տեսեք, ես ձեզ մի բան ասեմ, շատ բաներ կարող են չասել։ Շատ բաներ կարող է չասել եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, շատ բաներ կարող է չասել եւ արտաքին հետախուզության պետը, շատ բան կարող է չասել եւ հատկապես պաշտպանության նախարարը, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր երկրի բյուջեի առույցի բաժինը հատկացված է մեր երկրի պաշտպանության ամրապնդմանը, մեր բանակի ռազմատեխնիկական վերազինմանը, սպայական կադրերի դեր ժամանակակից մակարդակով պատրաստվելուն, որը ունի միայն մեկ նպատակ՝ մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումը, խաղաղության պահպանումը եւ ինչու՞ չի նաեւ մեր բանակի մարտունակությունը, որ մեր երկրի գոյության թիվ 1 երաշխիքն է եւ պատվարն է։ Թե չգիտեք ինչ է նշանակում անընդհատ ազգային ժողովում այդպիսի մերկապարանոց հայտարարություններ անելու, շատ կներեք, դա շոու է, հիմա այդ բառը հայերենում ավելի գեղեցիկ է ասվում, դա ցուցք է, դա դրսևորում է։ Գիտեք, ես կասեմ պաշտպանության ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը թող զբաղվի միայն ու միայն օրենսդրական խնդիրներով։ Գործադիր իշխանությունը իր տեղը լավ գիտի եւ գործադիր իշխանության իրավասու կառույցները, գերատեսչությունները լավ էլ զբաղվում են եւ պաշտպանական խնդիրներով եւ այլ խնդիրներով։ Եվ պարոն Սաֆարյան, վերջին հարցս, քանի որ մեր հաղորդումը մոտենում է ավարտին, Արցախահայության հետ կապված փաստորեն Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել ինքը առաջադրվելու է թե ոչ այդտեղ նախագահի պաշտոնում ազգային ժողով Արցախի երեքշաբթի օրը ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պետք է պահպանվի Արցախի նախագահի պաշտոնը։ Ինչ տեղեկություններ ունեք այս ամենի կապակցությամբ եւ հանրության մոտ հարց է առաջանում, ինչու մարտի 29-ի հանրահավաքին կարծես չի երևացել Շահրամանյանը եւ ընդհանրապես հասարակական կազմակերպությունների ուսերին է դրվել այդ ծանր գործը Արցախահայության իրավունքների պաշտպանության եւ այլն, ինչ տեղեկություններ ունեք։ Տեսեք, կարծեք թե մեր հաղորդման ձևաչափը եւ ժամանակացույցը չի հերիքում ասելու այն ինչ որ ներկայումս շատ բավականին շատ է։ Ուրեմն ասեմ, որ վերջերս էլ մի քանի օր առաջ տեղի ունեցավ ՀՀԿ 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որտեղ ելույթ ունեցավ երրորդ նախագահը։ Եվ պիտի ասեմ, Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցության հետ սկսած 2002 թվականից կամ 2001 թվականից ՀՀԿ-ն ոչ մի կապ չի ունեցել։ Բացարձակապես Աշոտ Նավասարդյանի, Բախշյանի, Լեոնիդ Ազգալյանի շատ-շատերի ստեղծած անկախության բանակի եւ այլ ՀՀԿ-ն ոչ մի առնչություն չունի, բացարձակապես։ Նույնիսկ ես ավելին ասեմ, երբ որ 98 թվականին Վազգեն Սարգսյանը ստեղծեց ՀՀԿ-ի հանրապետական կուսակցությունը ընդլայնեցին, մեծացրեցին, այնտեղ մտան պատերազմի բողով անցած այն մարդիկ, որոնք ճակերտավոր, որոնք մեղմ ասած պատիվ չէր բերում մեր հասարակությանը։ Ես պիտի ասեմ, սկսած 2000 թվականից 2001 թվականից մինչև Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության բոլոր վարիշները, կառավարիչները, նախագահ կլինի, վարչապետ կլինի, բոլորն էլ եղել են այլանդակ կերպով կոռումպացված։
բոլորն էլ հրաժարվել են Աշոտ Նավասարդյանի սկզբունքներից, որովհետև ով գոնե ես գիտեմ Աշոտ Նավասարդյանը ինչպիսի անձնավորություն է եղել եւ ինչպիսի գործունեություն է ծավալել 1988 թվականից սկսած մինչեւ իր մահկանացուն կնքելը, մինչեւ իր մահը լուսահոգին։ Եվ ես պիտի ասեմ, որ ինչ է նշանակում ՀՀԿ-ն, այդ ՀՀԿ-ն բացարձակապես ոչ մի աղերս չի ունեցել եւ Արցախի կայացման, հզորացման, այդպիսի խնդիր, նրանք տարված են եղել ոծից գլուխ թալանի, սպանությունների, ուրեմն կողոպուտի մեջ, սկսած գեներալներից ավարտված վարչապետներով եւ նախագահներով, այլևս չեմ ուզում դրա վրա ժամանակ կորցնել։ Գալուց Սամվել Շահրամանյանին ես պիտի ասեմ, որ նախ ես Սամվել Շահրամանյանին չեմ ընդունում որպես Արցախի հանրապետության ընտրված նախագահ։ Տեղի է ունեցել դավադրություն 2023 թվականի սեպտեմբերին, դավադրության արդյունքում նա հայտնվել է այդտեղ։ Դավադրության արդյունքում նաև ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արցախի Դավիթ Իշխանյանը։ Ես մինչև հիմա լինելով Արցախի ազգային ժողովի նախագահի վերջին գլխավոր խորհրդականը, ես մինչև հիմա չեմ կարողանում ներել իմ ընկերոջ Արտուր Թոմասյանին այդպիսի հրաժարականի համար, որովհետև գիտեք ինչ, Արցախահայության խնդիրները, Արցախահայության շահերը միայն այն մարդը կարող է հասկանալ, ով կանգնած է եղել նրա ակունքներում։ Սամվել Շահրամանյանը մի պատահական մարդ է եղել, որը չի պատկերացրել Արցախի խնդրի բուն էությունը, որը չի պատկերացրել ինչ է մեզ սպասում եւ կատարվել է մի հեղաշրջում, որին լծված են եղել եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները եւ Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները։ Եթե խոսք է գնում ներկայումս էլ ժամկետի ազգային ժողովի ժամկետի երկարացման կամ նոր նախագահի, գիտեք, ինչ խոսք Արցախահայության խնդիրները պիտի լուծվի շատ բարձր մակարդակով։ Նախ ես չեմ ընդունում Ղարաբաղի կլան արտահայտությունը, եթե 5-10 հոգի այդպես արել են, կերել են, թալանել են, ուրեմն դա չի կարելի ասել Արցախյան կամ Ղարաբաղյան կլան։ Նույն հաջողությամբ ես ասում եմ, որ Թալինի կլանը, անուններ չեմ ուզում տալ, եւ Արտաշատի կլանը ավելի շատ է լափել ու կերել, ավելի շատ է զբաղվել կոռուպցիայով, ավելի շատ է ձեռք բերել անաշխատ եկամուտներ, քան Ղարաբաղցիներին ես երկու հոգուհանած, քան նրանք։ Եվ սա ուրեմն մեր ժողովրդին չարժի բաժան անել, մեր ժողովրդին չարժի մոտենալ տեղական հայրենասիրության կամ գավառական մտածելակերպով, նույն ձևի էլ տեսել ենք, որ շինծու կերպով այդ հայրենակցական միությունները, մեկը Նիգաբարա, մյուսը Արցախ հայրենակցական, դրանք բոլորը եղել են փող լվանալու եւ փող ուտելու, փող կորզելու միջոցներ։ Գալով նրան ազգային նախագահի ընտրություններին ասում են, որ ԱԱԾ-ի տնօրենը չգիտեմ, մեծ կոմպրոմատներ կամ մեծ դոսեներ կամ մեծ, չգիտեմ, զրպարտ չագրեր եւ մատնագրեր ունի Սամվել Շահրամանյանի հանդեպ, ես դա չեմ ընդունում, որովհետեւ Սամվել Շահրամանյանը իմ համար եղած չեղած մեկ է։ Ունենանք նոր նախագահ, ազգային ժողովը կգնա այդ ճանապարհով, դա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ Արցախահայության խնդիրների չլուծման դեպքում շահարկվելու է այս խնդիրները, հատկապես նաև քաղաքական առումով, նաև տարբեր առումով, որովհետև այսօր մեջտեղ են եկել մարդու իրավունքների Հայաստանի պաշտպանը նախկին, մեջտեղ են եկել Արցախի իրավունքների նախկին պաշտպանը, որոնք նույնիսկ չգիտեն Արցախահայության ներկա ժամանակում հրատապ խնդիրների անհրաժեշտությունը որն է դա, որն է նա, եւ առաջ են քաշում խնդիրներ, որոնք կներես այդ մարդիկ մեղմ ասած այդ արժեհամակարգի կրողները չեն։ Մեկ ուրիշ բան եմ ուզում ասել, կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը սրտանց եւ անկեղծաբար տեր կանգնել Արցախահայության իրավունքներին։ Կլինի սոցիալական իրավունքներ, կլինի արդարադատության իրավունք, արդարության իրավունքներ, կլինի տնտեսական իրավունքներ, կլինի գաղթականներին հուզող հարցեր եւ վերջում ինչու՞ չի նաեւ անհրաժեշտության դեպքում նաեւ
ետ վերադարձի խնդիրները։ Կոչ եմ անում այլապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը բախվելու է շատ լուրջ խնդիրների առջև։ Մեկ այլ նախադասություն, եթե թույլ կտաք վերջացնեմ, ավարտենք, այո։ Խնդիրը այնպես է դրված, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում ամեն կերպ փորձում են օգտագործելով ներկա կառավարության բացերը եւ ռևանշիստական ուժերը օր առաջ փորձում են կրծոտել, փորձում են խժռել մեր պետականությունը, փորձում են կործանել մեր պետականությունը։ Մենք այո, այսօր ունենք շուրջ 250 քառակուսի կիլոմետր օկուպացված թշնամու զինված ուժերի հսկողության ներքո գտնվող, այս ամենը պարզ է, բայց մենք միասնաբար եւ ապավինելով մեր բանակին համահայկական ուժերով կարող ենք զորավիր լինել մեր հայրենիքի խաղաղության ապահովմանն ու անվտանգության պահպանմանը։ Հակառակ պարագայում նորից եմ կրկնում ռևանշիստական ուժերը, որոնք ուրեմն սնուցվում են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ տարբեր տեղերից, այսօր էլ Մոսկվայում է տեղի ունենում տարբեր ձևաչափեր համաժողովի հետ կապված, հայկական ֆորումի եւ այլը, ասում եմ, շուտով մեծ եղերնի 10-րդ տարելիցի հետ կապված ես հարցազրույց եմ տալու եւ ես ասելու եմ այից մինչև որն է ճշմարտությունը։ Մենք իրավունք չունենք մեր հայրենիքը ծվեն անելու։ Հայրենիքի ազիեզերքը մենք պատրաստ ենք, մենք պիտի պահպանենք աչքի լույսի պես։ Սակայն Արցախայության չլուծված խնդիրները ոմանց համար դառնում է քաղաքական հարթակ, ռևանշիստական գործունեությունը շարունակելու եւ առաջնորդվում են այդ ուժերը, դրանց հետ մեկտեղ նաեւ խորհրդարանական երկու ուժերը, ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով, որովհետեւ մեր երկրում կառավարությունը այսօր շատ է կաղում։ Խնդրեմ, արդարադատության առումով ունենք ուրեմն բավականին չլուծված խնդիրներ, սելեկտիվ արդարադատություն, գումարների, թալանած գումարների հետ բերելու առումով ունենք այսպիսին եւ նորից ասում եմ ազգային ժողովի եւ երկու խմբակցությունները անդիմադիր եւ ԿՊ-ն մեկը մյուսին արժանի է եւ ես կոչ եմ անում որպեսզի ազգային ժողովում ներկայումս քարորիայի նիստերից առաջ մի տոմսարկղ դնեն եւ գազանանոցի տոմսեր վաճառեն, որովհետեւ ազգային ժողովը ավելի շատ հիշեցնում է ուրեմն այդպիսի մի միջավայրի, որովհետեւ այս ձևի շարունակելի դեպքում 100%-ով անտեսվում է եւ մեր անվտանգության, եւ պետականաշինության, եւ արդարադատության եւ սոցիալական խնդիրները, այդ թվում նաեւ արցախայության խնդիրները։ Ես նաեւ լինելով արցախցի, արցախայությանը կոչ եմ անում շատ զգոն լինել, բարձրացնել այդ հարցերը սոցիալական, կենցաղային, փախստականին վերաբերվող հարցերը 100 պատշաճի ամենաբարձր մակարդակներով, բայց շատ զգոն լինել, չտարվել զանազան ուրեմն ռևանշիստական ուժերի, մերժված ուժերի գայթակղությանը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան, մեր ժամանակը ավարտվեց, կարծում եմ մենք հնարավորություն կունենանք նաև հաջորդ շաբաթ հանդիպելու։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։